Երևանի հիվանդանոցներից մեկում 3 մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 3-ին։ Այդ օրը պատահար էր տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին։ Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել։ Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից։ Եպիսկոպոսյանը մոռացել է իր փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա։ Մեքենան առաջ է ընթացել։ Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան։ Մեքենայի թափից, սակայն դուռը հարվածել է, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ։ Մեքենայի հետևում նստած ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան։ Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել։ Նրա վիճակը ծանր էր։ Նշենք նաև, որ համացանցում ակտիվորեն տարածվում էր Եպիսկոպոսյանի դստեր Ելենայի գրառումը։ Պապայիս նման երկրորդ մարդ գոյություն չուներ, ավելի արժանի էակ չեմ ճանաչում ուղղակի, որի գեներալի կոչմանը այդքան համապատասխան էր։ Ուղղնուց ու զով գեներալ, համեստագույն, հայրենասեր, արդարամիտ, ճիշտը սիրող, երբեք չէր չարանում։ Մեր մեջ էլ էր արգելում նենգությունը, չարը, սուտը, անարդարությունը, որ մեկից էլ բողոքում էինք, միշտ մեր վրա էր ջղայնանում, կողքիներիս վատ պահվածքի համար մեզ էր կշտամբում ու ամոթանք տալիս։ Իմ մաքրության ու լուսավորության հոմանիշ, իմ տեսած լավագույն տղամարդու, հոր ու ձեդայի օրինակ, ինչքան է իր Մանուելին դու պաշտում ու ձեդայի տղեն ասելով ման գալիս, ու էդ վատ պահիդ էլ մենակ քեզ թոռդ էր հետաքրքիր։ Իմ ուժ, իմ հենարան, էս կյանքում ոչինչ ու ոչ ոք չկարողացավ կոտրի մեզ, բացի քեզնից։ Հոգեհանգիստը տեղի կունենա 14/10/2025-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, թաղումը նույն տեղից։ Գրել է Եպիսկոպոսյանի դուստրը։ Օրեր առաջ Երևանի բնակիչ 40-ամյա մի կին դիմել էր ոստիկանություն ու հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և մինչ այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին։ Այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ ժամեր շարունակ ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և գտել են երեխային։ Երեխան ոստիկաններին հայտնել է, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում։ Իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքը նշում էր Երևանի Երևան տոնը, ու այն դեռ սովետական տարիներից երևանցիների համար ամենասիրված տոներից մեկն էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, Շամշյան.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի նախկին 101, այժմ արդեն թիվ 61 բարձրահարկ շենքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանին և Վեոլիա ջուր ընկերությանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այսօր Երևանի Երևան տոնն են նշում, որին նաև մենք միշտ մասնակցել ենք, բայց այսօր չենք կարողանում գնալ մեր սիրելի տոնին մասնակցել, քանի որ Վեոլիա ջրի փնթի աշխատանքի արդյունքում սովետական տարիներից կորցված մեր շենքի ամբողջ նկուղում տիրում է գարշահոտ վիճակ։ Վեոլիա ջուրը եկավ իբր թե խցանված կոյուղատարը սարքի, հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեց, այդքանով իր գործը համարեց ավարտված ու Նոյի ագռավի նման գնաց։ Ամոթն էլ լավ բան ա, մտածում էինք, որ մինչև Երևանի Երևան տոնի օրը կգան խնդիրը կլուծեն, բայց չէ, թե քաղաքապետարանը, թե թաղապետարանը, թե Վեոլիա ջուրը լրիվ օդ դուրս եկան։ Արդեն դրսի դիտահորից ա կեղտաջուրը դուրս տալիս։ Հետո էլ ասում եք, մենք մտածում ենք երևանցիների մասին, մենք մտածում ենք ամեն մի սպառողի մասին։ Եթե սա է ձեր աշխատելավոճը, ավելի լավ ա էս ազիզ տոներով մի սեպագիր նամակ գրենք Արգիշտի թագավորին, որ գա ձեզ բոլորին շղթայի տանի Երևանի ամրոց ու Ավետյանս պահի զնդանում», նշել են բնակիչները։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության եւ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ օպերատիվ տեղեկությունների սպանության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են, այնուհետև ՍՏԱՀԿ-ը իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել ու գնացել են Արամուս գյուղի դաշտ գազեր հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց եւ իր սև գործը կատարել, ապա դիմել է փախուստի։ Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին առեղծվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Մոտ 1.5 կիլոմետր շարավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր կնոջ եւ տղամարդու մարմին։ Իրավապահները պարզել էին մահացածների ինքնությունները։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Հոկտեմբերի 11-ին դանակահարություններ տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 23:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում եւ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Աբովյան բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել դանակահարված վիճակում։ Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ բժիշկները քրեական եւ համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է բերվել որովայնի առաջնային պատիկը դրասակացվեր ախտորոշմամբ գտնվում է վիրահատարանում եւ իր վիճակի չէ բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի ոստիկանության բաժնի եւ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Արշակ Մ է։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բակում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Հ-ն անհիմն հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արշակ Մ-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Արշակ Մ-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական եւ համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած կասկածյալին եւ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու համար։